Համաձայն ՀՀ կառավարության որոշման 2026 թվականի հունվարի 1-ից ալկոհոլային եւ ծխախոտային արտադրանքների մատակարարման դեպքում հաշիվ դուրս գրելիս անհրաժեշտ է լինելու ներառել ապրանքների դրոշմավորման ծածկագրերի վերաբերյալ տեղեկատվությունը։ Այս հոլովակում կներկայացնենք ԻՄԱՐԿ թվային դրոշմավորման եւ էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր համակարգերի համակցման գործընթացը, որն ապահովելու է ապրանքների ամբողջական հետագծելիություն։ Պետք է նշել, որ ծրագրային փոփոխություններ իրականացվել են էլեկտրոնային փաստաթղթերի դուրսգրման համակարգում ՀՀ ՊԵԿ ՀՆ հարթակում եւ ներդրվել է նոր ԻՄԱՐԿ ինվոյս հավելված։ Այժմ էկրանին կարտացոլվի էլեկտրոնային հաշվարկային այն փաստաթղթերի տեսակները, որոնցում անհրաժեշտ է ներառել ծածկագրեր։ Էլեկտրոնային փաստաթղթերի դուրսգրման համակարգում որպես օրինակ դիտարկենք ապրանքների մատակարարման սևագիր հաշիվը, որտեղ ավելացվել է նույնականացման միջոցների վերբերման գործառույթը։ Սեղմելով ներբեռնել կոճակը հնարավոր է գցել վաճառվող ապրանքների ծածկագրերը CSV ձևաչափով։ Համակարգը ավտոմատ կերպով ստուգում է ծածկագրերի իսկությունը։ Դուրս գրված հաշիվներում ներառված ծածկագրերի սեփականատիրոջ փոփոխությունը իրականացվում է հետևյալ եղանակներով։ Երբ դիմացի կողմը հաշիվը ստորագրում եւ հաստատում է։ Ինքնաշխատ ապրանքների մատակարարման օրվան հաջորդող օրվա ավարտին։ ԻՄԱՐԿ ինվոյս հավելվածի միջոցով ծածկագրերի ստուգումից եւ ստուգված կարգավիճակ ստանալուց հետո կարևոր է նշել, որ էլեկտրոնային փաստաթղթերի դուրսգրման համակարգում ավելացվել է նոր սյունակ, որտեղ ցուցադրվում է ծածկագրերի սեփականատիրոջ փոփոխության վերաբերյալ տեղեկատվությունը։ Բացի այդ նշենք, որ ծածկագրերի սեփականատիրոջ փոփոխությունը իրականացվում է էլեկտրոնային փաստաթղթերի դուրսգրման համակարգում բոլոր հնարավոր գործառույթների ժամանակ, օրինակ, հաշիվների չեղարկման, ջնջման եւ շատ այլ դեպքերում։ Այժմ կներկայացնենք ԻՄԱՐԿ ինվոյս հավելվածը։ Այն նախատեսված է պարզեցնելու ՀՀ տնտեսվարողների համար հաշվարկային փաստաթղթերի միջոցով դրոշմավորման ենթակա ապրանքների առքուվաճառքի ընթացքում մատակարարի եւ գնորդի միջև իրականացվող գործընթացները։ Հավելվածը նախատեսված է ինչպես առաքում իրականացնող, այնպես էլ ապրանքներ ընդունող տնտեսվարողների աշխատակիցների համար։ Հավելվածում գրանցվելու համար անհրաժեշտ է ՀՀ ՊԵԿ ՀՆ համակարգում գրանցել տվյալ օգտատիրոջը եւ նրան փոխանցել հավելված մուտք գործելու համար անհրաժեշտ տվյալները։ Հավելվածի աշխատանքը շատ պարզ է եւ բոլոր գործառույթները միանման են հետագա աշխատանքները հեշտացնելու համար։ Հավելվածում առաքիչը ունի հետևյալ գործառույթները. դուրս գրված հաշվում ավելացնել ծածկագրեր, վաճառքի ընթացքում փոխարինել նույն ապրանքախմբի ապրանքները, ստեղծել սևագիր հաշիվ։ Կարևոր է նաև ցուցադրել, թե ինչպես պետք է իրականացվի դուրս գրված հաշվում ծածկագրեր ավելացման գործընթացը։ Առաքիչը կարող է հավելվածի միջոցով արդեն դուրս գրված, սակայն չստորագրված կամ ինքնաշխատ եղանակով դեռևս սեփականատերը չփոխված հաշիվներում ավելացնել ծածկագրերը։ Դրա համար անհրաժեշտ է հավելվածում ընտրել ավելացնել ծածկագրեր գործողությունը, որից հետո սկանավորել կամ ձեռքով մուտքագրել սերիական համարը, եւ արդեն դուրս գրված հաշիվը կարտացոլվի էկրանին, մասնավորապես կցուցադրվի տվյալ հաշիվը, որտեղ արտացոլված են մատակարարի եւ գնորդի տվյալները, դուրս գրման եւ մատակարարման ամսաթվերը, ինչպես նաեւ ապրանքացանկը։ Սեղմելով ավելացնել կոճակը եւ սկանավորելով ապրանքների նույնականացման միջոցները, դրանք կգցվեն հաշվին։ Նմանատիպ ձևով իրականացվում է նաեւ ծածկագրերի փոփոխման գործառույթը։ Այն դեպքերում, երբ նախորոք հայտնի չէ, թե գնորդը որքան եւ ինչ ապրանքներ է մտադիր գնել, ապա առաքիչը կարող է ստեղծել սևագիր հաշիվ անմիջապես վաճառքի պահին, ներառելով ծածկագրերը։ Նոր հաշիվ ստեղծելու համար անհրաժեշտ է հավելվածում ընտրել ստեղծել հաշիվ, այնուհետև ընտրել հաշվի տեսակը, լրացնել անհրաժեշտ տվյալները։ Սեղմելով հաստատել կոճակը կբացվի նույնականացման միջոցների սկանավորման պատուհանը, որի արդյունքում ինքնաշխատ կերպով կձևավորվի ապրանքների ցանկը եւ քանակը։ Առաքիչը ստիպված չէ ձեռքով լրացնել ապրանքների եւ դրանց քանակի վերաբերյալ տվյալները։ Հավելվածի միջոցով հնարավոր է ստեղծել ձևանմուշ, որը թույլ կտա գնորդի տվյալները լրացնել ու պահպանել, իսկ նոր սևագիր հաշիվ ստեղծելու ժամանակ օգտագործել արդեն պատրաստի տվյալները։ Միևնույն ժամանակ, հավելվածը նախատեսված է ապրանքների ստացման գործընթացում ծածկագրերի ստուգման եւ հետագայում հաշիվների ստորագրման համար։ Ստուգման համար օգտատերը սկանավորում կամ ձեռքով մուտքագրում է հաշվի սերիական համարը։ Բեռնվում է հաշիվը, որից հետո հնարավոր է համեմատել դուրս գրված հաշվի ծածկագրերը եւ ֆիզիկապես տրամադրված ապրանքները։
Ստուգման ավարտից հետո անմիջապես կատարվում է սեփականատիրոջ փոփոխություն։ Ամփոփելով նշենք, որ հաշիվները հաստատելիս, ինչպես էլեկտրոնային փաստաթղթերի դուրսգրման համակարգում, այնպես էլ հավելվածում ավելացել է ապրանքը նախատեսված է վերջնական սպառման համար ցուցիչը, որը նշելով եւ հաշիվը ստորագրելով անմիջապես կատարվում է սեփականատիրոջ եւ կարգավիճակի փոփոխություն։ Արդյունքում ծածկագրերը ստանում են շրջանառությունից հանված եւ վաճառված կարգավիճակ։